Եթե կան վանականներ, որ մեղքեր ունեն գործած, այսպես նայենք հարցին, վանականները դրանք մարդիկ են, ովքեր փորձում են Աստծուն ծառայել, գուցե ինչ-որ տեղեր թերանում են։ Բայց ընդհանուր իրենք թիրախավորում են եկեղեցին։ Եթե կարգալույց եղած, չեմ էլ ուզում ասել քահանան, անձնավորությունը այսօր պատարագ է անում, եւ պատարագի ընթացքում կարդում է Աստվածաշնչից ինչ-որ հատված, որպեսզի արդարացնի իր գործունեությունը, այսինքն Աստվածաշունչը օգտագործվում է իրենց արածը արդարացնելու համար, եւ ծափահարություններ են հնչում եկեղեցում։ Կներեք, դա մեղմ ասած Աստծո հանդեպ մեղք է, ասենք տեղից։ Եվ դա անընդունելի է։ Բնականաբար այսօր թիրախավորվում է եկեղեցին նույնպես։ Եկեղեցին դա մի վայր է, որտեղ հավաքվում են մարդիկ, աղոթք են անում առ Աստված, գուցե մեղքերի թողություն են հայցում եւ այդպես շարունակ։ Եկեղեցին չի կարելի վերածել այլ միջավայրի, եկեղեցին չի կարելի վերածել փառատոնների, ինչ որ կազմակերպման տիրույթի։ Իսկ դա իմ համար, չգիտեմ ինչ ասեմ, ծափերով եկեղեցու մեջ որ խոսել բան։ Ի վերջո մի հատ կարևոր կետ էլ կա, որ դրան էլ կուզենայի անդրադառնալ եկեղեցու հետ կապված, որ դուք նշեցիք։ Սա իմ կարծիքների վերլուծությունն է։ Եկեղեցու դեմ արշավը սկսվեց ընդամենը այս տողերից հետո Պապն այլևս չի սպանվելու Հայաստանի Հանրապետությունում։ Նիկոլ Փաշինյանը իրեն համեմատելով Պապ թագավորի հետ, նա կարծես արշավ սկսեց եկեղեցու դեմ եւ ուզում էր եկեղեցին ազատել վանականներից, հա։ Եվ կամաց բռնեցին տարբեր մարդկանց եւ այսպես մեծ ավելի ցավալի իրավիճակի բախվեցինք։